Բարի առավոտ սիրելի ընկերներ, երևի նախկին վլոգում չեմ ասել, որովհետև այդ ժամանակ կարծում եմ 10 րոպե հիվանդ չէր, 10 րոպե մոտ կոկսակի վիրուս է, արդեն 4-րդ օրն է, եթե չեմ սխալվում, 5-րդ օրն է արդեն տանն ենք, 6-րդ օրն է տանն ենք, հիմա թե պատրաստում իր համար, ինձ համար էլ սուրճ և ուզում եմ այսօր այս գեղեցկությունում խմենք, տեսեք ինչ համիստ է, ժամը 8-ն է առավոտյան, ինչ հաճելի է, տեսեք, ուզում եմ այստեղ խմել։ Ես է լինում, երբ երեխայից կալյասկա է լինում ու օգտագործում ես երեխուց կալյասկան, ոչ թե իրան զբոսնելու, տանելու համար, այլ փողոշերը դնելու համար։ Իրականում շատ բաներ ունեմ գնելու, բայց նախ այսքանը չգիտեմ ոնց եմ բարձացնելու դեռ, պետք է անհրաժեշտ է դեռ բարձացնել այսքանը, բայց շատ բաներ ունեի գնելու, հնարավորության սահմանում ինչ որ այս բան կարող էի գնել ու ծանոթության առումով էլ բարձացնել արեցի, այդ մոսելին է պիսիկ ինչ-որ տեղ է նստել, ինչ-որ տեղ է նստել։ Սրանք էսինք սիրուն են այս կատուները։ Ապրես կյանքս։ Հա, եկեք տեսնենք ինչ ենք գնել։ Ահա, ձեզ դնեմ այստեղ։ Ուրեմն։ Հա։ Սրբիչը։ Ահա, եկեք սկզբի համար տեսնենք ինչ ենք գնել։ Ուրեմն։ Հա։ Չէ, պլաստիկը ջրի մեջ չի կարելի։ Ուզում եմ գնել, 50 դրամով եմ գնել, այս մրգի խանութից եմ գնել, իդեպ այսօր առաջին անգամ եմ օգտվում, շատ դուրս եկավ եւ իրենց սպասարկումը, ընտանեկան բիզնեսն է իրենց մոտ, այնքան լավ էին սպասարկում, ոնց հասկացա, մայր պլաստիկը ջրի մեջ չի կարելի, կյանք։ Մայր ամուսին էր, մայրը հայրը և տղաներ էր իրենց երիտասարդ աշխատում, շատ եմ սիրում ես ընտանեկան բիզնեսները շատ, 5 հատ գնեցի փորձելու համար, ինքը չափով 50-ի համար շատ մեծ էր ու շատ դուրս եկավ այդ առումով, ուրեմն հենց այսպես դիլաս սպիտակ, որ 850 դրամ էր էդ էլ զարմացա, ձերքս է վերջացել, ձեր գնեցի էլի նույն խանութից, այստեղ դիլաս, հիմա բոլորը կլվան են։ Տարբեր տեղերից եմ հագնումներս կատարել, ներկս եմ գնել վիզաժի, ովքեր որ ինձ հետևում են շատ վաղուց, գիտեն, որ ես ինչ-որ մերթ, այսպես ասած, ժամանակ առ ժամանակ ես ներկում եմ վիզաժի չորնի սինին, որպեսզի իմ մազերը իմ ուզած երանգը ստանա, այդ կապտալուն երանգը ստանա և ես այդ կապտալուն երանգը միայն ստանում եմ վիզաժի իսիա չորնի ներկը ներկելով, միայն։ Մնացած ժամանակ, երբ որ ներկում եմ, իհարկե դուրս գալիս է, իհարկե իմ ուզած սևն է, բայց այդ կապտալուն երանգը որևէ կերպ չեմ ստանում, սրանով ստանում եմ։ Այս անգամ ավեի կոնդիցիոներն եմ գնել, ուզում եմ փորձել, հոտը դուրս եկավ, այնտեղ հոտ քաշեցի, այդ սովորություն ունեմ բացում եմ հոտ եմ քաշում, բնականաբար իրենց գլխավոր ներկայացուցիչը, իրենք պետք է ինձ գովազդի համար գումար վճարեն, որովհետև ես իրենց ֆանատներից եմ և բոլորին խորհուրդ եմ տալիս սրանից օգտվել ու չեք փոշմանի դա միանշանը։ Թուղթ, ներկիս այս չոտկը չգիտեմ որտեղ է, մեծ րոպե գցել չեմ գտնում ոչ մի կերպ և առանց դրա փոքրով չեմ կարողանում ներկել, փոքր ամանի հեղու գնեցի, հիշեցի որ ունեմ, էլ փոքրը վերցրեցի, ասեցի փոքր ունի, սա Դայանինն է, ինչ-որ երևի նորություն է ձեռքի օճար, վերցրեցի, մշտապես ես վերցնում եմ գիտեք, Elseve իմ շամպույնը իր բալզամի հետ միշտ, բայց միշտ տանը ունենում եմ նաև ուրիշ ինչ-որ մի շամպույն, ընդհանուր ընկերներս կլինեն կամ հենց, չգիտեմ, ես իմը եթե վերջանում է, որ լինի ինձ ավել ինչ-որ մի շամպույն լվանալու համար, միշտ կամ չիստե լինի եմ վերցնում, կամ պարսկական մի հատ շամպույն կար, հիշում եք պրոսպեկտի այդ խանութի մասին, որ ասել է, այնտեղից վերցրել էի Garnier-ի շամպույնների պատենտներ, բայց շատ լավն էր, այս անգամ ուղղակի վերցրեցի սենց ինչ-որ
հզուտ շամպուն, որ լինի, որտեղ սրա հոտնել եմ շատ հավանում եւ սրանով էլ որ լվանում եմ, այդ հոտը իմ մազերից առնում եմ, բայց բնականաբար իմ շամպունի եւ բալզամը, որ արդեն ասել էի, որ վերջացել է, դա այն վերցրեցի։ Նույն տեղից վերցրեցի նաեւ ելակ, մոռացա, ինչ-որ ինքը ինչ-որ բան է, վայրի ելակ է կոչվում այս ելակը, գույնը շատ հետաքրքիր, որ ինչ հոտ ունի, չեք պատկերացնի ինչ հոտ ունի։ Ունում եմ, որ կարողանամ նորմալ սոդայով է, թե աղով է, թե չգիտեմ ինչով է լվանալու։ Սա չիպսը, մեսրոպի յոգուրտները, որոնք այստեղ ասեցի չեմ գտնում, վերցրեցի, որտեղ ուտում է առավոտը, որն է ուտի, որ հանգստանամ, սա այնտեղ ինչ-որ մի բան է ուզում, ջերմուկ չգտա, արագ սա վերցրեցի, հուտվասեր եմ վերցրել, ոյ, Մեսրոպ ջան, ինչ ես անում, Մեսրոպի սիրած գրեկերներն եմ վերցրել, վաղուց է չեմ գնում, կարակն եմ վերջացել, կարակ վերցրեցի, ոյ տնախորովում հալել է, հա, կյան, շգոր վերցրեցի սիթից, հա, գալիս է, սուրճի սեղանի մրգերը, որոնք պակասում են, և խնջորներից վերցրեցի փոքր, փորձելու համար, Մեսրոպի համար հաց անձեղոցիկը, որ վերջացել է, զուտ տան համար, հիմա արդեն մեծացել է, այդքան շատ չեմ օգտագործում, բայց ամեն դեպքում պետք է գալիս և սովորական 4 անձեղոցիկ։ Վերջ գնումներն այսքանն էին, հիմա Մեսրոպին արագ լողացնեմ և անդրադառնամ մեկ հարցի, որ գրել եք և որին շատ մեծ սիրով կպատասխանեմ։ Ցույց տալ և Մեսրոպի համար այսպես պլաստիլինների աման գնեցի, սիթիում զեղչվել էր։ Ինչպես եւ խոստացել էի պատասխանել մեկնաբանություններից մեկի հարցին, կպատասխանեմ այս հարցին։ Հետաքրքիրը գիտեք նաեւ, որ այս ամբողջ ընթացքում ինչ վլոգ եմ վարում, երկու անգամ եմ ստացել նմանատիպ կոնտեքստով հարցեր, որոնք իհարկե չեն եղել ընդհանրական, այսինքն եղել է ինչպես եմ սկսել, եղել է որն է եղել մոտիվացիան, չգիտեմ, կամ ինչպես եմ մոտիվացվում, երբ որ վլոգ եմ նկարում, բայց որպես այդպեսին հենց այսպես ընդհանրական հարց թե ինչպես եմ սկսել եւ այլն, այսպես ասած 0-ից մինչեւ այս հիմիկվա այս արդի կետը ոչ ոք չէր հարցրել։ Նախ սկսեմ նրանից, ինչպես եմ սկսել սկիզբը, հա, այսպես ասած։ Ուզում եմ ասել, որ երբ որ ես սովորում էի ռեժիսուրը, հա, կյանք, գեր։ Սկսեմ, ինչպես եմ սկսել առհասարակ գալ եզրահանգել այն մտքին, որ պետք է վլոգ նկարեմ, որովհետև ինչպես որ գիտենք, շատերը չեն կարողանում, հա, իրենց միջի այդ բարիերը, այսպես ասած, հաղթահարել եւ նստել, նկարել կամ խոսել ինչ-որ մի բանի մասին կամ առհասարակ կամերայի դիմաց որոշակի կերպով կաշկանդվում են իրենք։ Ինձ մոտ սկսել է ամենը չկաշկանդվել, հա, կամերայից կամ չգիտեմ, առհասարակ որևէ տեսակի նկարահանումներից դեռ 2014 թվականին, երբ որ ես արդեն սկսեցի բուն ռեժիսուրայի մեջ խորանալ, այսինքն մենք սկսում էինք պրակտիկայի մեջ կիրառել այն ամենը, ինչ որ սովորում էինք Նադեժդա Սարգսյանի քոլեջում, հիմա Շարլ Ազնավուրի քոլեջն է, Շարլ Ազնավուրի անվան քոլեջն է, այն ժամանակ Նադեժդա Սարգսյանի պետական մշակույթի պետական քոլեջը անվանում ենք Նադեժդա Սարգսյանի քոլեջը, մենք այդպես խոսույթ կար մեզ մոտ, լուսահոգի Նադեժդա Սարգսյանի իհարկե, եւ այդ 15 թվականից, երբ որ արդեն սկսեցինք մենք պրակտիկորեն մեր, այսպես ասած, տետրում գրվածը պրակտիկայի մեջ կիրառել, ինձ մոտ սկսեց արդեն ավտոմատ կերպով այսպես հաղթահարման փուլ, մենք բնականաբար լսարանում 8-ից 9 հոգի էինք եւ մեկս մեկի նկարում էինք, մեկս մեկի, չգիտեմ, ֆիլմում էինք նկարվում, դերակատարներն էինք եւ մեր դերակատարներն էինք հանդիսանում եւ ռեժիսորներն էինք եւ կատեի խումբն էինք, այսպես ասած, կատեն օպերատորությունի նկատի ունեմ, իհարկե հետո արդեն 16-17 թվականին մենք սկսեցինք օպերատորների հետ ավելի մտերմիկ շփվել, ավելի լավ ընկերություն ձևակերպել եւ մեր ավելի լուրջ, այսպես ասած, ֆիլմերը, որ պետք է հանձնեինք եւ դիպլոմները ստանայինք, սկսեցինք կատեի թիմի հետ աշխատել եւ իրենց շնորհիվ ստանալ, բայց այդ ժամանակահատվածում, այդ 14-15 թվականներին մենք ավտոմատ մենք նկարում էինք, մենք նկարվողն էինք, մենք նկարողն էինք, մենք խոսողն էինք, մենք դերասանն էինք եւ այլն եւ հենց մեր
այսպես ասած դասընթացների գլխավոր գրավականը հենց դրանումն էր, որ մենք նկարեինք, մենք սովորեինք, իմանայինք ինչպես է ռեժիսորը աշխատում դերասանի հետ, ինչպիսի զգացողություններ, զգացմունքներ ունի դերասանը եւ այլն եւ այլն։ Ներողություն։ Եվ այդտեղից արդեն սկսվեց ինձ մոտ հանգիստ վերաբերվելը կամերային։ Դեռ այդ ժամանակներից ես գիտեի, որ որոշակի չափով ես իմ ներգործությունը ունենալու եմ արվեստի մեջ, բնականաբար շատ փոքրուց ես ունեցել եմ սեր ծիագահա, ձգտում նաև արվեստին դեպի թատրոնին, չգիտեմ ինչ կապված էր առհասարակ թատրոնի հետ, չեմ կարող ասել ինչու։ Բայց երբ որ դեռ դպրոցական էի, Կապանում թատրոնի ինչի տուներ, Պիոներ պալատ չէր, ոնց մոռացա, ինչևէ, դեռ 6-րդ, 7-րդ դասարան էի, այնտեղ հաճախում էի թատրոնի դասընթացների, չգիտեմ ինչու չեմ կարող ասել, ուղղակի փոքրուց եղել է այդ սերը ձգտումը թատրոնի նկատմամբ։ Եվ դրանից հետո հիմա ընթացքում արդեն կանդրադառնամ, թե ինչու պատմեցի, ինչու այս նախապատմությունը, այսպես ասած, ասեցի, որպեսզի ավելի բարձ հասկանաք, թե այս ամբողջ պատմությունը ինչի համար եմ պատմում։ Եվ երբ որ արդեն Մեսրոպը ծնվել էր, նախսկզբի համար ուզում եմ ասել, որ ահավոր փոշմանում եմ, որ ռիսկի չեմ դիմել կամ առհասարակ իմ մոտ այդ միտքը չի հղացել, որ ես հղիության ընթացքում կամ գոնե վերջին ամիսներին կամ գոնե Մեսրոպի նոր ծնված ժամանակ սկսեմ իմ վլոգը նկարել, որովհետև ինձ մոտ դա եկավ մի քիչ այդ գիտակցումը, այդ միտքը, որ կարելի է նկարել, ցանկություն միշտ կար, բայց որ կարելի է նկարել, եղել է մի քիչ ավելի ուշ, հա։ Երբ որ Մեսրոպը 3-4 ամսական էր, արդեն այդտեղից սկսեց ինձ մոտ այսպես ցանկությունը, որ սկսեմ վլոգ նկարել, որովհետև այդ ժամանակ բնականաբար տանն էինք, իսկ դիկրետում գտնվող մայրիկների այսպես մտքերը ինչի հետ է կապված, գումար աշխատել, չգիտեմ, ինձ թվում էր շատ հեշտ է YouTube-ում գումար աշխատելը կամ բլոգինգով գումար աշխատելը, դեռ այդ ժամանակ իդեպ նոր էր սկսվում եւ ուզում եմ վստահորեն ասել, որ Կապանում որպես կապանցի, հա, առաջին որպես այդպիսի վլոգ նկարողը վստահորեն այսպես կարող եմ ասել, ես եմ եղել եւ երկու աղջիկ էլ կար, չէ, մեկը կար, ով նոր սկսում էր այդ ժամանակ, երբ որ ես սկսում էի նոր նկարել։ Դեռ նոր այդ սկզբի ժամանակները 2020 քաշի գլուխը տղես։ Գնա անձեռոցի կվերցրու մաքրի կյանք։ Ահա, Մեսրոպը խանգարեց ինձ մի փոքր ինչ էի ասում, հա, դեռ այդ ժամանակ 2022 թվականն էր, 22-ն էր, այո, 2022 թվականն էր եւ դեռ նոր էր բլոգինգը, այսպես ասած, նոր շունչ եւ թափ առնում, դեռ Կապանում անգամ ուզում եմ ճիշտ բառերը գտնել, որ ոչ ոքի չվիրավորեմ կամ չնեղացնեմ, Կապանում դեռ այդ քանի որ ամեն դեպքում, հա, մեկ այլ բան է Երևանում նկարելը, մեկ այլ բան է, երբ որ Կապանում ես, դեռ նոր էին սկսում ընդունել այն մարդուն, ով քայլում էր եւ այսպես կամերան պահում էր իր վրա ու խոսում էր կամ նկարում էր առհասարակ, եւ ես այդ առաջին մարդկանցից մեկն էի, ով Երևանից գնացել էր Կապան, տեղափոխվել էր Կապան այդ ժամանակ եւ սկսել էր նկարել։ Ու հետաքրքիրը նա էր, երբ որ սկսեցի վլոգ նկարել, ես առհասարակ չէի մտածում, թե Կապանում ինչ կմտածեն կամ Կապանում եթե տեսնեն, ինչ կասեն, իսկապես որևէ կերպ այդ միտքը ինձ մոտ չի եղել, չի հղացել երբեք, որ ասեմ այ Կապանում կարող է ինձ, չգիտեմ, ինչ որ մի այլ կերպ նայեն կամ ասեն, չգիտեմ, ծիծաղեն ինձ վրա, որ նկարում եմ, չի եղել այդպիսի բան։ Ուրեմն ովքեր են ինձ աջակցել, երբ որ դեռ Երևանում նոր պետք է սովորեի ռեժիսուրաֆակուլտետում եւ մինչեւ այդ էլ իմ քույրը, մեծ քույրը, երկու մեծ քույր ունեմ, քույրերիցս մեկը Դիանան գրեթե միշտ առանց ինձ ասելու ինձ գրանցում էր որևէ մի քաստինգ ստուդիայում, այն ժամանակ դա արդեն այսպես շատ բան հայտնի տեղ էր, հա, քաստինգ ստուդիան, քաստինգ սքուլը, հիմա չգիտեմ անունը ոնց է, մեր Դիանան անընդհատ իմ նկարները վերցնում էր, ինքը որոշում էր, որը պետք է լինի, խուճուճ մազեր ես ունեմ, դա կդնենք, այսինչը, այսպեսը, քո մասնագիտությունը եւ միշտ առանց ինձ հարցնելու գրանցում էր
casting ստուդիաներում եւ ես ավտոմատ միշտ փաստի առաջ էի կանգնում, անգամ երկու անգամ գնացել եմ նկարահանման, որից մեկը եղել է Full House-ի նկարահանումներից մեկը, իրենց տաղավարում հենց Full House-ի տաղավարում, դեռ նոր այսպես լավ հայտնի այն վիճակներն էր Full House-ի, եթե գտնեմ այդ հատվածը մի պահ այստեղ կդնեմ screenshot տարբերակով, որովհետեւ տեսնեք թե ինչի մասին եմ էլի խոսում, եւ այդ ընթացքում հետաքրքիր է նայել, որ Նադեժդա Սարգսյանի այսպես աջակցությամբ մենք մասնակցում ենք նաև X Factor-ին, մասնակցում ենք անգամ հրավերներ ենք ստանում կիսաբաց լուսամուտների որպես հյուրերի անդամներում, հա, այնտեղ նստենք, մասնակցենք ուղակի զուտ նկարահանումներին։ Եվ մենք այսպես ասած շատ կոպիտ է հնչում, այդ ընթացքում ես Երևանում սկսեցի օգտվել այդ շատ լավ ու դրական կողմերից իմ քոլեջի եւ իմ այդ նոր շրջապատի ընկերների եւ քույրս էլ ավտոմատ ինձ սկսում էր այդ հունի մեջ այսպես ասած տանել եւ այդ casting ստուդիաներում գրանցում էր ու ես միշտ փաստի առաջ էի կանգնում կամ մերժում էի, որովհետև դասերից հետ չէր համընկնում, կամ լինում էր ժամանակ, երբ որ դե ուսանող էի այդ ժամանակ 16-15 տարեկանում պետք է անվճար նկարվեի, մերժում էի։ Ինչևէ, ինչու եմ սա ասում, առաջին մարդը ում հետ խոսել եմ, որ ուզում եմ նկարել, դա եղել է քույրս Դիանան, ում ասել եմ, որ գիտես, մտածում եմ, որ ամեն դեպքում արժե նկարել, եւ հետաքրքիր է նա, որ մեր Դիանան միշտ եղել է ինձ աջակցող, այսպես ասած, մտքիս թռիչքը այսպես պահող, աջակցող մինչև այժմ, մինչև այս պահն էր, միշտ գովաբանում է, որ դու ունես այս հնարավորությունը, դու ունես այս մտքի թռիչքը, ինչու այսպես չես անում, այսպես արա, այս մեկը այսպես է անում, դու կարող ես ավելի շուտ անել եւ այլն եւ այլն։ Եվ առաջին մասով սկսեցի մեր Դիանայի հետ խոսել, այդ ժամանակ դեռ Ռուսաստանում էր Դիանան, խոսեցինք ինչպես ենք բացում, ինքը սա ճշտեց, հետաքրքրվեց եւ այդպես ավտոմատ սկսվեց իմ YouTube-յան ալիքի բացումը, դեռ ուղակի զուտ բացել էի ալիք։ Բացել էի ալիք եւ չգիտեի ինչ պետք է նկարեմ, ինչ պետք է անեմ, դեռ չէի կողմնորոշվում, ոնց պետք է այդ սկիզբը տալ, որովհետեւ ես Instagram տանել չեմ կարողանում, ես Instagram չեմ կարողանում, այսպես անգամ եթե ինձ աջակցեն ես վարեմ, միևնույն է ես չեմ կարողանում սիրել Instagram-ը, եւ ես գիտեի, որ ես կամ պետք է Facebook-յան հարթակում, կամ YouTube-յան հարթակում, ինձ այսպես ասած որպես բլոգինգի մեջ տիրապետեմ, ցույց տամ, եւ ես ընտրեցի YouTube-ը եւ մեր Դիանան օգնեց ու մենք բացեցինք ու այդպես սկսեց մեր առաջին վիդեոները, ես առաջին այդ վիդեոն բնականաբար սարքում էի, մոնտաժ անում, ուղարկում էի Դիանային, Դիանան ընտրում էր, նայում էր, ասում էր լավ է կամ վատ է ու այդպես շարունակաբար մինչև առ այսօր։ Քույրս այդ առումով միշտ աջակցող կետում է։ Ընտանիքիս անդամներից գրեթե բոլորը, որևէ մեկը չի եղել, որ երբևէ որևէ մի, չգիտեմ, փնովելու նման ինչ-որ մի բան ասեն, երբեք չի եղել, ոչ մորս կողմից, ոչ մյուս քրոջս կողմից, ոչ անգամ քրոջս ամուսինը, երբ որ ես դեռ նոր էի սկսում, երբ որ դեռ ունեի 100 հետևորդ, դեռ անգամ չէր լրացել, քրոջս ամուսինը միշտ քույրս նկարում էր, ուղարկում էր հաց էր ուտում, իմ վլոգները նայելով, ուզում եմ ասել, աջակցությունը իրենց կողմից շատ ուժեղ է եղել ընտանիքի առումով, շատ ուժեղ է եղել աջակցությունը ու որպես այդպեսին առաջինը իրենք են իմացել, որ ուզում եմ անել այդպիսի բան կամ արդեն սկսել եմ անել, որովհետև դեռ էջը այսպես չէի հայտնիացրել, չէի ընդլայնել այսպես ասած շրջանակը։ Հետո արդեն սկսեցին ընկերներիս, բնականաբար ընկերներիս հետ կիսվել։ Այստեղ պետք է անկեղծ լինեմ, այնպես չի, որ զգացել եմ, որ բոլոր ընկերներս են, էլի չեմ ուզում սխալ ինչ-որ արտահայտություն ընտրել, որ կնեղացնի ընկերներս, որովհետև հոյակապ ընկերներ ունեմ։ Եղել է դեպքեր, երբ կաշկանդվել եմ եւ լավ չեմ զգացել, երբ ընկերներիս մոտ փորձել եմ նկարել, ապրես կյանք։ Եղել է այդպիսի դեպք, մի քանի 2 թե 3 անգամ եղել է նման դեպքեր, որ ընկերներիցս մի քանիսի մոտ ուղղակի կաշկանդվել եմ զուտ որոշակի բաներից հետո նկարել կամ չգիտեմ, խոսել առհասարակ վլոգի մասին, բայց միևնույն է ես բնականաբար եթե արդեն ընտրել եի, ես շարունակում եի, բայց պետք է նաև անկեղծ լինեմ, որ ընկերներիս բավականին մեծ, այսպես ասած, հատվածն էլ մինչև այժմ էլ ոգեկոչում է, մինչև այժմ էլ երբ որ վլոգները արդեն ուշ եմ դնում, բարկանում են ինչու ուշ չեք դրել, ինչու ես ուշ դրել, ինչու չես շուտ դնում, ինչու չես այսինչը նկարում եւ այլն եւ այլն։ Ունեցել բնականաբար եւ լավ եւ վատ կողմերը իր ունեցել է այս առումով։
ընտանիքիս առումով որևէ մեկը չի եղել ընկերների մասով մի փոքր այսպես եղել այդ ալիքաձև այսպես ասած, հա, այդ ընթացքները, որ ինձ մի փոքր կաշկանդված եմ զգացել, լավ չեմ զգացել, բայց անցել է, ես հաղթահարել եմ այդ ընթացքը։ Բնականաբար այդ ժամանակ, երբ որ նկարում էի Կապանում Սոնայի հետ էի այդ ժամանակ գրեթե ամեն օրս միասին էինք ամեն օրը եւ երբ որ գնում էինք երեխաների համար էինք ուտելիք պատրաստում, մենք էինք սկսում ուտել, սնվել ու Սոնան միշտ այսինչը նկարենք, սպասի սա սիրուն անենք, դեռ նոր էի, հա, այդ ամեն ինչի մեջ, դեռ չգիտեի ոնց պետք է անել, չէի ճշտել ինչն է գեղեցիկ, ինչը չէ, էսթետիկ է, էսթետիկ չէ, եւ այլն եւ այլն։ Եվ մինչեւ այժմ էլ փորձում եմ հնարավորինս reality, հա, այսպես ասած, պահել, ինչպես որ կա, ինչ ձև որ կա, այդպես էլ նկարել։ Եվ ավտոմատ արդեն սկսեց շարունակաբար ավելանալ իմ հետևորդների քանակը եւ սկսեց ինձ արդեն դուր գալ այդ ամենը, որ ես անում եմ, մի փոքր արդեն այսպես մտել էի այդ հունի մեջ, այդ ալիքի մեջ, բնականաբար հետ եկա Երևան արդեն աշխատանքը գերծանրաբեռնված առօրյան այդքան էլ չէր թողնում, որ ես նկարեի այնպես ինչպես որ ուզում էի կամ առհասարակ, նաև ֆինանսական այնտեղ խնդիրներ կար որոշակի, նաև ընթացք կար, երբ ես ամբողջությամբ մենակ էի եւ շատ հարցեր կար, որ պետք է լուծեի, հա, Մեսրոպի հետ կապված եւ իմ հետ կապված, այդ ընթացքը մոտիվացիաս ամբողջությամբ ընկել էր եւ պետք է անկեղծ լինեմ, դեռ նոր որոշակի չափով վերականգնվում է եւ փորձում եմ վերականգնել, հա, այդ մոտիվացիա ասվածը։ Եղել է շատ հաճելի պահեր, հաճելի պահերից է եղել են, որ Կապանում 3 անգամ նոր սկսած ժամանակ, եթե չեմ սխալվում, երևի 600 հետևորդ ունեի այդ ժամանակ, դրսում ինձ Կապանում ճանաչում էին եւ բարևում էին, մոտենում էին, չգիտեմ, մեկ վլոգ ունեմ իմ ալիքում, որտեղ ասում եմ, որ խոսում եմ եւ այդ ընթացքում Նիկին ինձ մոտիկանում է եւ ասում է, որ ես ձեր վլոգները հետևում եմ, ես ձեզ նայում եմ, հետևում եմ, այդ հաճելի այդ ալիքով էլ եմ անցել ու շատ էի միշտ զգացում ու ասում եմ, ինչ լավ է, որ մեծ հաշվով այս բան դեռ ոչինչ չեմ անում, ինչպես որ ես եմ ուզում, հա, ներկայացնել, ներկայանալի լինել, բայց ամեն դեպքում որոշակի այդ հետադարձը, հա, հետ պատասխանը կյանք հենա ջուրիկդ։ Հա, հենա հերոխոսի մոտ։ Հա, կյանք։ Այդ հետ պատասխանը ստանում էի։ Քրոջս ընկերուհին էլ հղի էր եւ տոքսիկոզ ուներ եւ ասում էր, որ քո վլոգները երբ որ նկարում ես, ես նայում եմ, իմ տոքսիկոզը հեշտ եմ տանում, թեթև եմ տանում, այդպես հետաքրքիր եղել են, հետաքրքիր եւ կարող եմ, այո, կյանք։ Բացա, կյանք, ինչ անեմ, տղես։ Հա, բացա։ Մի բոկի։ Այդպես հետաքրքիր պահեր էլ ա եղել, ակնթարթներ էլ ա եղել, խմի կյանք։ Այդ ընթացքում անգամ սկեսուր մայրիկս էր դեռ առողջ էր, հա, նորմալ էր ամեն ինչը, այդ ընթացքում անգամ սկեսուր մայրիկս էր ինձ հետևում եւ գիտեք իմ վլոգներից, երբ որ մաման եւ սկեսուր մամաս նվերներ էին ուղարկում Մեսրոպի համար եւ այլն, հիմնական վլոգը հենց կայանում էր դրանում, ես ցույց էի տալիս Մեսրոպին ինչեր են գնել տատիկներ, ինչեր են ուղարկել եւ այլն, եւ սկեսուր մայրիկս էլ էր միշտ կատակ էր անում, ասում էր, այստեղ որ ուզում են իմանալ ինչ եմ ուղարկել քեզ, մտնում են նայում են քո էջը, տեսնեն ինչ եմ ուղարկել քեզ, դες ծիծաղում ենք եւ անց են կացնում։ Միշտ սկեսուր մայրիկս էլ էր հետևում, միշտ լսում էր ու միշտ ասում էր, որ շարունակաբար նկարի, ուզում եմ ասեմ, որ եղել է աջակցություն ընտանիքիս կողմից կոնկրետ ամբողջական է եղել աջակցությունը եւ ինչու է հենց սկզբանե պատմում որ փոքր ժամանակից եղել է սերը եւ այլն, երբ որ դեռ չգիտեի, որ պետք է գայի Երևան եւ հետաքրքիր նաեւ, որ մինչեւ այժմ էլ համ հիմա պատմում եմ, խոսում եմ, համ բռնում եմ ինձ այդ մտքի վրա, որ մինչեւ այժմ ես չեմ հարցրել իմ մայրիկին, թե ինչպես է ինքը որոշել ինձ այդ ավարտական մեր քննություններից հետո տեղափոխել Երևան եւ այստեղ քոլեջի, չգիտեմ, այսպես ասած ճար անել, որ ես սովորեմ այստեղ քոլեջում կամ չգիտեմ, անգամ չեմ պատկերացնում այդ ժամանակ մայրիկս ինչ է մտածել կամ ում հետ է խորհրդակցել, որ մտածել է, որ ինձ պետք է ուղարկի Երևան, որովհետեւ ես այստեղ մորաքրոջս տանն էի մնում։ 1 տարի մորաքրոջս տանն է մնացել, հա տղես։ Եվ լավագույն որոշումներից մեկն էր երևի
որպես ծնող մամայիս, որ ճիշտ են ասում, այս վերջերս Պուտինի հարցազրույցներից մեկն էի նայում, ուսանողական եւ համալսարանական, այսինքն տարիների մասին է խոսում եւ ասում են, որն է եղել քո ծնողների աջակցությունը, հա, որ մեծանաս դու որպես նորմալ մարդ, լիդեր, հա, ինքնահաստատված եւ այլն եւ Պուտինը մի հետաքրքիր նախադասություն ասեց իմ ծնողների գլխավոր հատկությունը նա էր, որ իրենք միշտ ընտրությունը կատարում էին իմ պոլզայի համար, հա, ու իսկապես իմ պարագանել էր այդպես, ես չգիտեմ ինչու մայրիկս այդպես որոշեց, ես մտածում էի, ես ինից դուրս եմ գալու, այդ իմ ընկերները, իսկ ես հոյակապ ընկերական շրջապատ ունեի, մանկության մեր այդ ընկերները, իմ թիմը, ում հետ ես ամեն ինչ կիսում էի, ամեն ինչ ինձ զանգ էր գալիս, ամեն ինչ կիսում էի, ես պետք է բաժանվեի իրենցից եւ գայի անորոշ մի տեղ, X տեղ, որտեղ ոչինչ չկա, ոչ մեկին չգիտեմ, ոչ մեկին չեմ ճանաչում եւ դա եղավ իմ կյանքի լավագույն տրանսֆորմացիան, փոփոխությունը, ես եկա մի տեղ, որտեղ ոչ ոք չկար եւ ես ստեղծեցի այժմյան ունեմ իմ այս շրջապատը արդեն 13 թվականից մինչեւ այժմ ապրում եմ, վայելում եմ այստեղի իմ ընկերներին, այստեղի իմ շրջապատը, առհասարակ Երևանը, չգիտեմ, եթե ես չգայի ինից այստեղ, չընդունվեի քոլեջ, չգիտեմ, այդ փուլերը չանցնեի, չընդունվեի համալսարան, չանցնեի այս որոշակի ընթացքը, հա, կյանքի, այսպես ասած, այդ անիվի միջով, ինչ կլիներ, ինչ պետք է անեի, ինչ ձև կդասավորվեր իմ կյանքը, որովհետև որպես լավագույն տարբերակ, երբ որ ես իմ մտքում խոսում եմ եւ պատկերացնում եմ իմ կյանքի մասին, ես այլ կերպ չեմ ուզում պատկերացնել, որ լավ կլիներ, որովհետեւ ինձ համար Երևան տեղափոխվելը, ինձ համար ինից գալ ընդունվել Մշակույթի պետական քոլեջը, ձեռք բերել նմանատիպ շրջապատ, ճանաչել նմանատիպ մարդկանց, մոտիկից անգամ արտիստներին, երբ որ հեռուստացույցով տեսնում ես, մտածում էի չէի մտածում անգամ որ ինչ որ մի օր կլինի, որ ես իրենց կտեսնեմ ինչ որ միտեղ եւ ես առնչվում էի իրենց հետ ամեն օր, մենք տեսնում ենք, մենք տետ-ա-տետ շփվում ենք եւ լիքը այսպես շատ հաճելի ժամանակներ եմ ունեցել, դրա համար որ շատ շնորհակալ եմ իսկապես մայրիկիս, որ այդ որոշումը կայացրեց եւ ինձ, այսպես ասած, այստեղից, այս ակետից բերեց այս գլխավոր բեկետը եւ ես այստեղից սկսեցի արդեն այդ կյանքի ընթացքը։ Հա, կյանք։ Ինչևէ, իրականում պատմությունները շատ երկար են եւ եթե պատմեմ, ինչ եղավ կյանք։ Խմի, ջուրիկը խմի։ Եթե իրականում պատմեմ, մի փոքր այսպես շատ երկար կտևի, եւ որովհետեւ երբ որ պատմում եմ մի պատմությունից ուզում եմ անցնել մյուս պատմությանը, բայց եթե հետաքրքրում է, կարող եք գրել ձեզ հետաքրքրող հարցերը, ես անպայման կանդրադառնամ այսպես վիդեո տարբերակով, որովհետեւ երկար այդքան մեկնաբանություն իրականում չեմ կարողանում գրել եւ չեմ տրամադրվում գրել, հա։ Իսկ այսպես վիդեո տարբերակով ինձ համար ավելի հեշտ է եւ ավելի հաճելի։ Սիրելի ընկերներ, կարծում եմ այսքանով վլոգը կավարտեմ, որովհետև մի փոքր այս անգամ այսպես երկար ստացվեց։ Դուք էլ ինչ հարցեր որ ձեզ հետաքրքրում են, ինչի մասին որ կցանկանայիք խոսեմ, կարող եք մեկնաբանություններում գրել, մեծ սիրով, մեծ հաճույքով կպատասխանեմ եւ կանդրադառնամ ձեր հարցերին։ Լավ եղեք ու լավ մնացեք։